Խոշտանգումների հետ կապված իմ կարծիքով վիճակագրությունը, որ տարվում է ոստիկանության մարմիններում խոշտանգումների, ամբողջությամբ չի արտացոլում այն հանցավոր արարքները կամ այն ոտնձգությունները, որոնք կատարվում են մեղադրյալների կամ այլ անձանց նկատմամբ։ Մենք ունենք վիճակագրություն, որոնք վերաբերում են բացահայտված հանցագործություններին, եւ իսկ բացահայտելիությունը արդեն որոշակի չափով նաեւ կախված է իրավական զարգացվածությունը բարձրանալու անձանց եւ նաեւ անձանց իրենց իրավունքների խախտումներին արձագանք կատարելու ավելի մեծ մակարդակով, նաեւ ինչու՞ չէ փաստաբանների աշխատանքով, քանի որ ես ինչքանով որ տեղյակ եմ, նաեւ այդ բացահայտումը խոշտանգումների դեպքերի կախված է նաեւ հենց փաստաբանների գործունեության հետ, քանի որ փաստաբանները չեն յուրաքանչյուր նման դեպքերում արձագանք կատարում է եւ նաեւ նշեմ, որ փաստաբանների պալատը նման համապատասխան որոշում ունի, որ յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր փաստաբան խոշտանգումի վերաբերյալ տվյալներ լինելու պայմաններում պարտավոր է դրան արձագանքել։ Այսինքն մենք ներկայապային ասում ենք խոշտանգումների քանակը ավելացել է, դա իմ կարծիքով հնարավոր չէ ասել, թե քանակը ավելացել է, թե կրճատվել է, քանի որ մենք ունենք միայն բացահայտումները, ունենք բացահայտված կամ որոշակի չափով հաստատված կամ հերկված խոշտանգումների դեպքեր եւ խոշտանգումները բացառելու համար, այդ դեպքերը բացառելու համար ամենակարևորը, որպեսզի դրանց տրվի արդյունավետ իրավական եւ ինչու՞ չէ եւ որը ավելի կարեւոր է քրեաիրավական գնահատական համապատասխան աշխատակիցները, որոնք ասենց ասեմ ոստիկանության նպատակը թողնելով մի կողմ իրենց փորձում են այդ կերպ հասնել ինչ-որ արդյունքների, դրանց տրվի արդյունավետ գնահատական, որպեսզի բացառենք հետագայում նման դեպքերը, քանի որ որքան էլ որ ցանկանանք ապահովել օրինականություն, արդարություն, օրինականություն հնարավոր չէ հաստատել ապօրինությունների իրականացման միջոցով։ Ուստի իմ գնահատմամբ խոշտանգումները պետք է բացառվեն եւ որևէ կերպ չպետք է արդարացվեն։